ամսի 4-ին է բուն գագաթաժողովը, մենք կարծում ենք, որ 1 օր շուտ կսկսենք աշխատել զուտ միջոցառումների առումով հանրության հետ կապված աշխատանքների իմաստով, տեսանելի իմաստով, ամսի 4-ին կլինեն տարաբնույթ ակցիաներ, որոնք արդեն ասացի ձեզ, նվիրված են լինելու Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին եւ Արցախի խնդիրներին, ամսի 5-ին Եվրամիություն Հայաստան գագաթաժողով է նախատեսված, այդտեղ նույնպես կլինեն մեր կողմից բողոքի եւ դժգոհության ակցիաներ։ Բնական է հիմա ես ձեզ չեմ պատմելու ակցիաների մանրամասն, այսպես ասած, տեղեկատվությունը չեմ հաղորդելու, դրա կարիք այս փուլում չկա, ավելին չենք ուզում շատ բաներ պատմել, որպեսզի իշխանությունը չկարողանա շատ, այսպես ասած, տեսանելի կերպով դա ճնշել, բայց մեր ուղերձը հետևյալն է, կանխելով ձեր հարցը նախ եւ առաջ, այո, մենք այս առաջարկությամբ սկսել ենք բանակցել, կոնսուլտացիաներ անել ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի հետ։ Ես արդեն այդ հանդիպում, ես եւ Դավիթ Հարությունյանը այդ հանդիպումները կամ արդեն ունեցել ենք, կամ այսօր վաղը շարունակելու ենք։ Հարցերին հետո կպատասխանեմ։ Բայց քանի որ հարցը չեմ ուզում օդում կախված լինել, առնվազն խոսակցությունների մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերները, ում հետ ես արդեն հասցրել եմ հանդիպել, կիսում են այն մոտեցումները, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին եւ նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի, եւ սա հնարավոր է անել։ Հնարավոր է անել հաշվի առնելով անգամ այս արդեն ասացի super security վիճակը, որ իրենք փորձելու են մարզամերգային համալիրում է լինելու միջոցառում այդ մարզամերգային համալիրը եւ շրջակա տարածք ակվարիում սարքել եւ չթողել որ մարդիկ շփվեն իրական հայերի հետ, իսկական քաղաքացիների հետ եւ իմ խնդրանքը եւ հորդորը մեր բոլոր քաղաքացիներին հետեւյալն է, անկախ նրանից թե քաղաքական, հասարակական, հանրային շրջանակները ինչպիսի միջոցառումներ կարող են նախաձեռնել եւ իրականացնել, ես խնդրում եմ ցանկացած հայի, ով իր աշխատանքի կամ կենցաղի բերումով այդ պահին կարող է շփվել, տեսնել եվրոպական պատվիրակությունների որևէ անդամի ղեկավարությունից մինչև նախարար, մոտենալ եւ իր դժգոհությունը հայտնել, մոտենալ եւ ասել, որ Հայաստանում իրավիճակը այլ է, մոտենալ եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարական չէ եւ թաքցնում է իրական վիճակը Հայաստանում։ Այսինքն շատ կարեւոր է, որպեսզի այս հարցը դառնա հասարակության սեփականությունը։ Չեմ ուզում մանրամասներ ասեմ, տեսականորեն այդ մարդիկ մնալու են հյուրանոցներում, հաց են ուտելու, տրանսպորտով գնալու են, միջոցառումներին տեսնվելու եք։ Այսինքն շատ կարևոր է, որ բացի նորից կրկնեմ, հասարակական, քաղաքական, հանրային շրջանակներից այս խնդիրը դառնա յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրության եւ թասիբի խնդիր, որ մոտենալ, չեմ ասում հենց Ուրսուլա վան դեր Լեյենին գուցե չստացվի մոտենալ, բայց այդ ժամանակ, երբ որ տեսնում ենք, շփվում ենք, սպասարկում ենք, տանում ենք իրանց, հաց ենք տալիս կամ հյուրանոց ենք տրամադրում համար, ասել իրականությունը։